Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է Հայաքվե շարժման խորհրդի անդամ Ատոմ Մխիթարյանը։ Պարոն Մխիթարյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հնարավորության համար եւ Հայաքվեի նոր երևի վերափոխումներից կխոսենք այսօր։ Այո, անշուշտ, հենց այսօր հայտարարություն է տարածել Հայաքվեն, արդեն հայկական քվե կուսակցության անունից, որ մասնակցում է ընտրություններին։ Նախ հասկանանք, առանձին եք մասնակցելու, ինչ ձևաչափ եք մտածում մասնակցության եւ արդյոք Հայաքվեն մնում է, թե վերափոխվում է հայկական քվե կուսակցության։ Ձեր ընդհանուր նաև շարժման հետ կապված խոսենք, նաև մասնակցության ձևաչափի հետ կապված։ Ուրեմն, որպեսզի բոլորին պարզ լինի, միանգամից ասեմ, որ ոչ, նա չի վերափոխվում կուսակցության, այլ կուսակցություն է ստեղծվում կամ վերափոխվում է կուսակցությունը, նախկին կուսակցություններից մեկը անունն է փոխում, հայկական քվեով հանդես է գալիս եւ դա առանձին մաս է կազմելու Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման։ Բայց ես ուզում եմ մի քիչ պատմությունից սկզբից գամ, թե խոսքը որ կուսակցության մասին է, նախկինում կուսակցությունը 51-65 որ նախորդ ընտրություններին մասնակցել է 2021 թվականին մասնակցել է ընտրություններին, բավական պատկառելի թվով ձայներ է հավաքել բայց չի անցել խորհրդարան, որովհետև շեմը չի հաղթահարել, բայց ստացվում է, որ ըստ էության այդ կուսակցությունը եւս միավորվում է Հայաքվե այդ մեծ ավելի միավորման հետ, որի մեջ արդեն նաև կա կուսակցություն, սա է, բայց ես դրան գալու որոշակի ուղի ենք անցել, փուլեր ենք անցել, ուզում եմ կարճ դրանց մասին մի քիչ պատմել, որպեսզի բոլորին պարզ լինի։ Հայաքվեն որպես նախաձեռնություն ծնվեց 2023 թվականին։ Ինչ նախաձեռնություններ, դա քաղաքացիական նախաձեռնություններ եւ այդ նախաձեռնությունը միտված էր քաղաքացիական նախաձեռնության պարլամենտ բերել մի օրինագիծ, որը քրեական օրենսգրքում փոփոխություններ էր ենթադրում եւ այդ օրինագծով նախատեսվում էր փոխել այն հոդվածները քրեական օրենսգրքի, որոնք վերաբերում են հայոց ցեղասպանության ուրացմանը, այսպես ուղիղ կարող ենք ասել, եւ Արցախի հանրապետության հանկարծ ճանաչմանը որևէ այլ երկրի կազմում եւ դրանք քրեորեն հետապնդելի էին դառնալու, եթե այդ օրինագիծը ընդունվեր ազգային ժողովի կողմից։ Եվ այդ քաղաքացիական նախաձեռնությունը Հայաստանի պատմության մեջ առաջին քաղաքացիական նախաձեռնությունն էր, որը օրենսդրական նախաձեռնություն էր եւ պարլամենտին ասում էր, որ այսքան մարդ ուզում է այդ փոփոխությունները, իսկ այդքան մարդը 58000 մարդ էր։ Եվ այդ լավ կլինի, որ դուք ընդունեք այս օրենքը, եւ դա 2023 թվականին էր, համընկավ այն, այսինքն ստորագրությունները հավաքվեց ամառվա ընթացքում շատ ավելի կարճ ժամկետում, քան նախատեսված էր օրենքով, եւ մեկ ամիս առաջ էլ ներկայացվեց ազգային ժողով, որպեսզի քննարկում կազմակերպվեն եւ այդ օրինագիծը ընդունվեր։ Բայց ազգային ժողովը մերժեց։ Ազգային ժողովը նախ մերժեց եւ դա համընկավ այն ժամանակաշրջանի հետ, երբ Արցախը դատարկվեց 2023 թվականի աշնան։ Այսինքն ստացվեց, որ այդ նախաձեռնությունը ըստ էության իշխող կուսակցությունը կամ մենք ասում ենք վարչախումբը փոքրիկ տապալեց եւ դրանից հետո Հայաքվեին ինչ էր մնում անել, այսինքն այդ նախաձեռնությունը մտածվեց, որ ավելի լավ է մի քիչ ավելի բարձր մակարդակի բարձրացնել եւ դառնա միավորում, որի մեջ ոչ միայն այդ քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները կլինեն, նաեւ մտահոգ մարդիկ, այն մարդիկ, որոնք մտածում են այս հարցերի շուրջ եւ որոնք որոշակի դերակատարություն կարող են ստանձնել Հայաստանի ներքաղաքական կյանքում, բայց քաղաքացիական մակարդակով։ Մեզ միացան բազմաթիվ մտավորականներ, ուսանողներ, երիտասարդներ, տարբեր բնագավառների մասնագետներ, այդ թվում նաև ես օրինակ, հենց այդ ժամանակ, որովհետև շատ հոգեհարազատ էր այդ ուղղությունը եւ շատերը քանի որ խուսափում են օրինակ, չէ, հենց սկզբից ասում են ես կուսակցությունից հեռու եմ, ես քաղաքականությունից հեռու եմ եւ սա շատ լավ հնարավորություն էր, որպեսզի շատերը միանային եւ Հայաքվեն ուժեղանար։ 2023 թվականի վերջից արդեն այդ գործընթացը սկսվեց, 24 թվականին ակտիվ մասնակցություն ունեցավ Հայաքվեն սրբազան շարժմանը, շատ անդամներ նաև սրբազան շարժումից միացան Հայաքվեին եւ եկանք հասանք այն ժամանակ, այսինքն հիմա եւ ընտրական գործընթացներում բավական շատ ակտիվ դիտորդական առաքելություն իրականացրեք, փուլերով անցակ։ Ապրեք, որովհետեւ դա այդ քաղաքացիական ազգային քաղաքացիական միավորման կարևոր սկզբունքներից մեկն էր։ Հետևել, որպեսզի Հայաստանում ժողովրդավարությունը պատշաճ մակարդակով գործի։
եւ ոչ թե Հայաստանը գնա դեպի բռնապետություն եւ օրինակ մասնավորապես ես հենց այդ գաղափարի համար միացել եմ Հայաքվեին եւ դրա նպատակներ իսկ որն է տեսեք ամենաբարձր մակարդակը երբ որ մարդիկ մասնակցում են քաղաքական որոշումների կայացմանը եւ դա ըստ էության միայն ընտրություններն են եւ Հայաքվեն բոլոր 2023 թվականից սկսած բոլոր ընտրություններին իրականացրեց դիտորդական առաքելություն։ Մենք ունեցանք 2023 թվականի Երևանի ավականու ընտրությունները, այնուհետև մենք ունեցանք Գյումրիի եւ Փարաքարի ընտրությունները եւ վերջերս արդեն 2025 թվականի աշնանը Վաղաշապատի խոշորացված համայնքի ընտրությունները։ Բոլոր տեղերում Հայաքվեն իրականացրեց դիտորդական առաքելություն։ Հետո իշխանությունը որոշեց, որ պետք չէ դիտորդական առաքելություն հատուկ օրենք մշակեցին ձեզ համար։ Այո, եւ տեսան, որ Հայաքվեն կարծես թե ուժ է հավաքում, թափ է հավաքում, դիտորդական առաքելությունով հսկում է եւ չի թույլ տալիս, որպեսզի եւ նախընտրական շրջանում, եւ քարոզարշավի ժամանակ, եւ հատկապես քվեարկության օրը խախտումներ լինի, որովհետեւ աչալուրջ հսկող պատրաստված դիտորդներ մենք ունեինք, ընդ որում ավելի շատ, քան մնացած բոլոր դիտորդական առաքելությունները միասին վերցրած։ Եվ մտածեցին ինչ անենք, լավ էս մարդիկ երևի մի քանի նիստեր կազմակերպեցին այդ առումով եւ որոշեցին Հայաստանում ժողովրդավարության արգելման եւ Հայաքվեի դեմ օրենք ընդունել։ Այդ օրենքը արտահայտվեց Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու միջոցով։ Կներեք, ասում են դուք քաղաքականացված եւ կողմնորոշում ունեցող դիտորդական առաքելություն եք եղել, դրա համար չպետք է դիտորդը լինի ինչ-որ մի քաղաքական ուժին հարող, այլ պետք է չեզոքություն պահպանվի։ Այդ հիմքով չեզոքություն չեք պահպանել այդ ընտրական գործընթացների ժամանակ։ Այո, ճիշտ է, այդպիսի մտահոգություններ կար որոշ շրջանների մոտ եւ հատկապես իշխանության սատելիտ գերպանային հասարակական կազմակերպությունների մոտ, որոնք անցած տարվա 2025 թվականի աշնանը բողոք, դիմում, չգիտեմ, գործ հարուցելու մասին դիմումներ գրեցին կենտրոնական ընտրական հանձնաժողով, կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ գումարեց քննարկելու արդյոք Հայաքվեն խախտել է չեզոքության սկզբունքը։ Ուրեմն նրանք դե ուզում էին, որպեսզի հենց այն ժամանակ կասեցվեր Հայաքվեի գործունեությունը որպես դիտորդական առաքելություն եւ ամեն ինչ ավելի հեշտ կլներ Վաղաշապատում օրինակ ձայները կլիներ ոչ թե այնքան ինչքան եղան, այլ գուցե դրանից 2 անգամ ավել, ոչ ոք չգիտի, իշխող կուսակցության մասին եմ ասում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննեց հարցը, մենք ներկայացրեցինք մեր դիրքորոշումը եւ կարճվեց։ Այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտավ իր որոշմամբ, որ Հայաքվեն որևէ բան չի խախտել, նա իսկապես իրականացրել է անկախ դիտորդական առաքելություն անկողմնակալ եւ իսկապես դա այդպես էր, որովհետեւ եթե մարդիկ հետաքրքրվում են, կարող են հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում մեր Հայաքվեի ինտերնետային կայքում դրված է մեր հաշվետվությունը, որտեղ շատ մանրամասն գրված է ինչ եղավ, ինչպես եղավ եւ այնպես չի որ թիրախը ուղղված է միայն իշխող քաղաքական խմբակին, այլ նաեւ այնտեղ ընդդիմադիր ուժերի կողմից որոշակի խախտումներ կային, որոնք մենք արձանագրել ենք եւ բաց այդ ամբողջը դրել ենք, ընդ որում նաեւ թարգմանել ենք տարբեր լեզուներով եւ ուղարկել ենք մեր գործընկերներին կամ հետաքրքրված բոլոր քաղաքական եւ ոչ քաղաքական ուժերին, որպեսզի տեղյակ լինեն։ Այսինքն այդ փուչիկը պայթեց, որ Հայաքվեն կողմնակալ դիտորդական առաքելություն է իրականացնում, դա միայն փոքրիկ խմբակի կարծիք էր ըստ էության։ Հիմա դրանից հետո ինչ պիտի մարդիկ մտածեին։ Մտածեին, եկեք գիտեք ինչ անենք, եկեք օրենքը այնպես փոխենք, որ այդպես է, չէ՞, օրինակ, եթե այս, չգիտեմ, նախարարի աշխատավարձը օրինակ, չգիտեմ, քիչ է, եկեք օրենքով շատացնենք, այդպես է այսօրվա մտածողությունը, կամ նրան պարգևավճար տանք, որը օրենքով դա ասում են կաշառքը օրինականացնել։ Այո, հենց այդ է։ Հիմա այդ նույն ձևի իրենք մտածեցին եւ օրենքում փոփոխություններ անել, որպեսզի Հայաքվեն այդ անունով առնվազն չկարողանա իրականացնել այդպես աչալուրջ դիտորդական առաքելություն, վերցրեցին այն 3 պահանջները կամ պայմանները, որ կային հասարակական կազմակերպությունների համար իրականացնելու անկախ դիտորդական առաքելություն, այդ 3-ը գումարեցին եւս 8 պայման եւ պահանջները դարձան 11 կետ, որոնց պետք է բավարարի կազմակերպությունը, եւ այդ 11-ից մեկը շատ սուբյեկտիվ պահանջ է կամ պայման է, որը հետեւյալն է մոտավորապես
որ եթե դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության ղեկավար կազմում գտնվող որևէ մեկը իր կյանքի ընթացքում երբեմն, չգիտեմ, երբ, ասենք թե սրանից 1 տարի առաջ, 5 տարի առաջ հրապարակային խոսք է ասել եւ քննադատել է օրինակ այդ ժամանակ ընտրություններին մասնակից որևէ կուսակցության կամ կուսակցության ղեկավարի կամ ներկայացուցիչի, ուրեմն դա կարելի է դիտարկել կողմնակալություն եւ կարող են նրան արգելել։ Այսինքն մեզ ըստ էության Հայաքվեին դրթեցին, որպեսզի նա մեկ աստիճան էլ իր կազմակերպվածության աստիճանը բարձրացնի, չէ՞։ Տեսեք, մենք քաղաքացիական նախաձեռնություն էինք, այո, միավորում էինք, հիմա մեզ ուրիշ բան չի մնում, քան բարձրանալ եւ քաղաքական մակարդակում փորձել հարցերը լուծել։ Հայաքվեն Այլ խոսքով իշխանությունը ստիպեց, որ դուք կուսակցություն դառնաք։ Այո, ըստ էության, այս շատերը կարող են ասել, որ ուղիղ համագործակցություն կա այսօրվա իշխանության հետ։ Դրթել են։ Այո, եւ այդ համագործակցությունը իր պտուղները բերեց եւ այո, Հայաքվեի ներսում ձևավորվեց ըստ էության կուսակցություն, ինչպես քիչ առաջ ասացինք, դա նախկինում ընտրությունների մասնակից 51-65 կուսակցություններ, որը իր անունը փոխեց եւ դարձավ հայկական քվե ազգային ժողովրդավարական կուսակցություն եւ այդ կուսակցությունը ըստ էության դարձավ գործիքներից մեկը, որ Հայաքվե միավորումը օգտագործելու է քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցության համար։ Վերջապես հասանք այն հարցին, միայնակ է գնալու ընտրություններին, թե այլ ուժերի հետ, ինչպես է քննարկում եղել է, ինչ եք որոշել։ Ուրեմն մենք ունենք հետաքրքիր մի բանաձև, որ մենք ընտրություններին կմասնակցենք այն պարագայում, երբ ընտրությունները չտապալենք, որովհետև մենք չենք ուզում դառնալ գործիք այս պարագայում, իսկ մենք շատ լավ ուսումնասիրում ենք նաև ժողովրդի տրամադրությունները, ձգտումները, ցանկությունները եւ լավ պատկերացնում ենք, թե մոտավորապես ինչքան հնարավորություն կունենա ընդդիմադիր ուժերը, կոնկրետ որ ուժերը ինչքան ձայն հավաքել։ Դրա համար Հայաքվեն դեռևս 2025 թվականի աշնանը հանդես եկավ հայտարարությամբ, դա տեղի ունեցավ Հայաքվե հավաքի միջոցով Ծիծեռնակաբերդում եւ հայտարարության բովանդակությունը այն էր, որ Հայաստանում քաղաքական գործընթացների վրա էական ազդեցություն ունենալու համար ազգային ուժերի միավորում է անհրաժեշտ եւ համատեղ ուժերով մասնակցություն ընտրություններին, ընդ որում կարևոր չի պարլամենտական ընտրություններ են, ցանկացած ընտրություններ։ Եվ դա էր պատճառը, ընդ որում, որ օրինակ մենք խորհուրդ էինք տալիս վաղաշաբաթի ընտրություններին էլի միավորված դաշինքներով հանդես գալ եւ մեր կանխատեսումները ճիշտ դուրս եկան, այն դաշինքները, որոնք միավորված ուժերով մասնակցեցին, կարողացան հաղթահարել եւ օրինակ վաղաշաբաթի ավականիում ունենալ խմբակցություն։ Մենք նույն ուղիով գնում ենք, այսինքն նույն տրամաբանության մեջ եւ Հայաքվեն հիմա եւս հորդորում է, որպիսի Հայաստանում ձևավորվի մի քանի անցողիկ, շատ ուժեղ քաղաքական դաշինքներ, որոնցով հնարավորություն կլինի խորհրդարանում էական եւ ազդեցիկ ներկայություն ունենալ, մեծ բևեռների մասին է խոսքը։ Այո, եւ կարողանալ էապես ազդել process-ների վրա քաղաքական դաշտում որոշումներ կայացնելու։ Մենք ունենք բանաձև, որը ես ուզում եմ ասել եւ ուզում եմ, որ բոլորը հետևեն այդ բանաձևին առաջիկա ընտրությունների ժամանակ, բանաձևը ընդամենը երկու կետից է բաղկացած։ Առաջինը պետք է ընտրություններին ընդդիմադիր բոլոր ուժերը մասնակցեն, ինչպես դուք ասացիք, բևեռների միջոցով, այսինքն կոնսոլիդացված քաղաքական այո ուժերի միջոցով, որպեսզի հնարավորություն չտրվի ձայները փոշիացնելու, որովհետև իմաստ չունի օրինակ մասնակցել եւ ընտրությունների ընթացքում հավաքել 2%, նույնիսկ 3% ձայն։ Դա աշխատելու է իշխանության օգտին։ Այո, ովքեր չգիտեն, ասեմ, որ այդ հավաքած ձայները բաշխվում են ըստ համամասնության բոլոր ուժերի վրա, որոնք անցնում են պարլամենտ։ Իսկ որ ուժը ավելի շատ ձայն է հավաքում, այնքան ավելի շատ ձայն տալիս է ըստ էության այն ուժերին, որոնք պարլամենտում ավելի շատ են ներկայացված։ Դա նշանակում է ձայների փոշիացում։ Եվ երկրորդ, այսինքն դա պետք է բացառել, եւ դրա համար ընդդիմությունը, ինչքան հասկանում եմ, բոլորը կարծես թե արդեն հասկացել են, կմասնակցի 3-4 մեծ բլոկներով եւ ամենայն հավանականությամբ այդ 4 ուժերն էլ խորհրդարանում իրենց տեղը կունենան։ Սա առաջինը եւ երկրորդը, որ արդեն վերաբերում է քաղաքացիներին, անպայման մասնակցել քվեարկությանը։ Սա ինչի համար եմ ասում,
որովհետև իշխող քաղաքական խմբակը ունի որոշակի ազդեցություն որոշակի մարդկանց վրա։ Դրանք հիմնականում պետական աշխատողներն են, ուժային կառույցների ներկայացուցիչներն են, ուրեմն քաղաքական պաշտոններ զբաղեցնողներն են եւ նրանց տակ գործող, նրանցից կախվածություն ունեցող որոշակի խմբեր, որոնք մեր գնահատմամբ ամենաշատը ձայներ, որ կարող են ունենալ, դա 15%-ն է, ամենաշատը։ Բայց հիշեք, այդ 15%-ը ողջ ժողովրդի 15%-ն է։ Իսկ այդ 15%-ը բոլոր ընտրություններին, այդ թվում նաև առաջիկա պարլամենտական ընտրություններին, անպայման գնալու է եւ մասնակցելու է քվեարկությանը։ Հիմա պատկերացրեք, որ ոչ բոլորն են գնում, չէ՞, որտեղ այդ 15%-ը միևնույն է գնալու է եւ քվեարկությանը մասնակցելու։ Եթե բոլորը գնան, իշխող քաղաքական խմբակը ամենաշատը կարող է ունենալ 15%-ի աջակցություն։ Հիմա, եթե կեսը գնա քվեարկության քաղաքացիների, 15%-ը ինչ է անում, երկու անգամ մեծանում է։ Այսինքն ստացվելու է, որ այո, կունենա 30% աջակցություն։ Իսկ եթե կեսից էլ քիչ գնա, այստեղ արդեն այդ սահմանային լուրջ խնդիրներ է առաջանում եւ այդ 30%-ը կարող է ավելի շատ լինել։ Եվ դրա համար երկրորդ մեր բանաձևի երկրորդ կետն է անպայման աշխատել, որպեսզի բոլորը գնան, որպեսզի այդ 15%-ը հնարավորինս շատ չաճի։ Ընդ որում այդ 15-ը մոտավորապես եմ ես ասում, կարող է եւ ավելի մի քիչ է, մի քիչ գուցե եւ շատ է, բայց դա Բայց իրականում Փաշինյանն ասում է, կներեք, ասում է այս ընտրություններում բոլոր ընդդիմադիրները միասին ջախջախիչ փոքրամասնություն են լինելու։ Ոչ իհարկե, դա այդպես չի։ Վստահությունը որտեղից է գալիս իշխանության, այս լիարժեք վստահությունը, որ իրենք մեծամասնություն են լինելու։ Դե գիտեք, այդ ասում են բանը, ասում են հալվա ուտելով բերան չի քաղցրանում։ Այդ առաջինը, այո, այդ ասելը կարելի է ասել։ Եվ մյուս բանը, որ ասում են, ուրեմն երբ են ամենաշատ մեծ սուտը խոսում, երբ որ ասում է ընտրություններն են մոտենում, եւ դա բնական է, եւ երբ որ որսորդներն են, չէ, իրար մեջ խոսում, թե ինչպիսի մեծ որս ես կատարեցի, ամեն մեկը պատմում է իր բռնած, օրինակ, չգիտեմ, ձկան, եթե ձկնորսներ են կամ իր կենթանու չափերը, դա ինչքան մեծ կարող է լինել, այսինքն դա շատ նորմալ խոսակցություն է, խոսույթ է, որը անընդհատ մենք տեսնելու ենք եւ ոչ միայն իշխող խմբակցության խմբի, փոքրիկ խմբի, այլ նաև մյուսների կողմից, այսինքն բոլորը ասելու են, որ այո, մենք հաղթող ենք լինելու, բայց իհարկե սոցիոլոգիան ուրիշ բան է ասում, այս պահի դրությամբ բոլոր ընդդիմադիր ուժերի ձայները ավելի շատ է եւ էապես ավելի շատ է, քան թե իշխող խմբակի։ Ուղղակի այստեղ մի կարևոր բան կա, որպեսզի բոլորը իմանան, ահագին մեծ ընտրազանգված, այսինքն մարդկանց խումբ դեռևս կողմնորոշված չի։ Իսկ այս առաջիկա ակտիվությունը բերելու է նրան, որ նրանք կողմնորոշվեն հատկապես դեպի ընդդիմադիր ուժերը, որոնք ապագա խորհրդարանում լինելու են իշխանություն, իսկ այսօրվա իշխանությունը սիրով կդառնա ուրեմն ընդդիմություն եւ շատ լավ կաշխատի, ասեմ, խրախուսել ենք։ Այո, որպես ընդդիմություն խրախուսել ենք, որպեսզի նրանք աշխատեն։ Հիմա կան քաղաքական ուժեր, այդ դեր ասած բևեռներ, Գագիկ Ծառուկյանը իր առաջարկ Հայաստանում, որ ասում է ես նոյանտապան եմ կառուցում, եկեք իմ հետ համախմբվեք։ Թաթոյանը, Մերձևովը, այս բոլոր քաղաքական ուժերի հետ կապված ունեք որոշակի քննարկում, որի հետ կցանկանաք համագործակցել կամ արդեն կան որոշակի բանակցություններ, որոնք հստակ ցույց են տալիս, որ դուք կարող եք այդ ուժերի հետ նույն դաշտում լինել։ Կան նման բանակցություններ այս պահին։ Այո, կարող եմ ասել, որ բանակցություններ կան, հանդիպումներ եւ քննարկումներ ունենում ենք բոլոր ուժերի հետ, որոնք պատրաստվում են առաջիկա ընտրություններին մասնակցել եւ զգում ենք, որ բոլորի մոտ այդ գիտակցությունը կա, որպեսզի ձևավորվեն կոնսոլիդացիոն կենտրոններ, որոնցից մեկը իսկապես Գագիկ Ծառուկյանն է իր առաջարկ Հայաստանին այդ կարգախոսով, մյուսը այսօր գործող նաեւ ընդդիմադիր խմբակցությունն է ամենամեծ ազգային ժողովում Հայաստան դաշինքն է, որ իրական շանսեր ունի, ամենամեծ աջակցությունը ունի եւ մենք դա զգում ենք մեր հանդիպումների ընթացքում Մերձևով շարժումը վերջերս ձևավորված ուժեղ Հայաստան կուսակցությամբ եւ ամենայն հավանականությամբ, որովհետեւ դեռ վերջնական որևէ բան չեն կարող ասել, Հայաքվեն եւ նրա նման
ուժերը, որոնք որոշակի աջակցություն ունեն հասարակության մեջ եւ նրանց միավորող ուժը, որը կմասնակցի առաջկա խորհրդարանական ընտրություններին, դա կլինի, որոնք էապես կարողանան փոխել լանդշաֆտը քաղաքական Հայաստանում եւ ունենալ պատկառելի ներկայություն ազգային ժողովում։ Տեսեք, հիմա ասում են կա 3 բևեռ հստակ ընդդիմադիր, ինչպես նշեցիք, Ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, Ծառուկյանն է եւ 4-րդը պետք է ձևավորվի, որովհետեւ ընտրություններից հետո կոալիցիոն ձևաչափով կարողանան իրավիճակ փոխել։ Այս տարբերակը ձեր կարծիքով ճիշտ է, որովհետեւ այստեղ քննադատությունն է գալիս իշխանության կողմից, որ դուք խաբելու եք հասարակությանը, քվե ստանաք, հետո գնաք միավորում եք մեկ այլ ուժի հետ, այսինքն այս տարբերակները, այս քննարկումները ճիշտ են այս փուլում, թե ամեն դեպքում պետք է այլ մարտավարությամբ առաջ գնալ։ Ինձ թվում է ճիշտ են այդ, որովհետև գիտեք, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ ձեր արդեն ձևավորված բևեռներից որևէ մեկի ձայները էականորեն չեն ավելանալու, եթե այն չկողմնորոշված ընտրազանգվածի ձայները ներկայացնող փոքր կուսակցությունները նրանց միանան, որովհետև շատ մարդիկ քվեարկում են եւ նրանք հստակ կողմնորոշված են թեում, եւ նրանց մոտ ոգևորությունը ավելի է մեծանում ընտրություններին ընդառաջ, երբ որ տեսնում է որոշակի միավորումներ։ Եվ կարծում եմ, որ ավելի շատ մարդկանց ներգրավելու ընտրությունների մեջ, այսինքն նրանց քաղաքական մասնակցության ակտիվությունը բարձրացնելու համար անհրաժեշտություն է այդ մնացած ուժերով, որոնց մեջ կարող եմ նույնիսկ թվարկել, թե ովքեր կարող են լինել, որովհետև վերջնական որևէ բան չկա եւ ժամանակ էլ դեռ կա, փառք Աստծո, միասնության թևերը շատ մոտիկ եւ էլի ազդեցիկ քաղաքական ուժ է, կարող ենք հիշել ապրելու երկիրը, որը շատ լավ վերջին շրջանում մասնակցել է, չնայած 21 թվականին է ձևավորվել, բայց դրանից հետո մասնակցել է մի շարք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում եւ պատկառելի ներկայություն ունի որոշ համայնքներում, այդ թվում օրինակ Փարաքարում, որտեղ գիտեք ինչպիսի իրադարձություններ եղան, առանձին անհատներ, որոնք էական ազդեցություն ունեն հասարակական հարաբերությունների ձևավորման վրա, ծանրակշիռ խոսք ունեն եւ նրանք ամենայն հավանականությամբ կլինեն հենց այս նոր ձևավորվող դաշինքում, որտեղ Հայաքվեն կունենա իր ուրույն, այսպես ասած, տեղը։ Իշխանությունն ասում է իմ օրակարգը հստակ է, ես գալիս եմ մեր երկրին խաղաղություն բերելու համար, որը պետք է լինի ընդդիմադիր, մեծ հաշվով գլոբալ ընդդիմության օրակարգը։ Նույն խաղաղության օրակարգի հետ կապված իշխանությունից տարբեր ծրագիր կա, թե այլ օրակարգ պետք է բերի ընդդիմությունը, որ օրակարգը հանրային աջակցություն կստանա այս պահին։ Գիտեք, բանը, մի այդ ուրեմն դիլեմա առաջացել է շատ արհեստականորեն, որովհետև մեր ժողովուրդը դարեր շարունակ եղել է ամենախաղաղասեր ժողովուրդը։ Երբեք դուք չեք գտնի մեր պատմության մեջ, որ հայ ժողովուրդը լինի ինչ-որ ագրեսիվ, անընդհատ ուզենա պատերազմել, ընդհակառակը մեր պատմությունը ցույց է տալիս, որ մենք հակառակ կողմն ենք եղել միշտ, այսինքն մեզ են ճնշել միշտ, մեզ վրա են հարձակվել եւ մենք մեր արժեքների պաշտպանելու համար, արժեքները պահպանելու համար միշտ պաշտպանվել ենք, որպեսզի մեր ինքնությունը չկորցնենք։ Հիմա իշխող վարչախմբի մենք խաղաղության, դուք պատերազմի ուժեր եք, դուք պատերազմի հրձիկներ եք։ Այսպես է դիլեման։ Հա, ես հասկանում եմ իհարկե եւ շատերը գնում են այդ մտածողության հետևից, որ ոչ ոք, նորից եմ ասում, ոչ ոք Հայաստանում պատերազմ չի ուզում, ոչ ոք, որ խելացի մարդը, որ գոնե մի քիչ մտածողություն ունի, կուզենար պատերազմ ունենալ եւ այդ պետք է մի կողմ դնել ընդհանրապես, որովհետեւ այստեղ գիտեք հարթ մտածողություն չի։ Դա այն մարդկանց համար է, նաեւ ասողներին եսի նկատի ունեմ, որոնց մտածողությունը հարթ է կամ հայերեն տափակ բառը կա։ Տափակ է։ Այ մի քիչ որ վերևից նայենք այդ ամբողջ օրինակ եռաչափ տարածության մեջ ընդհանրապես այդ դիլեման դուրս է գալիս։ Մենք կողմնակից ենք զարգացած Հայաստան ունենալու, ուժեղ Հայաստան ունենալու, Հայաստան, որը միջազգային հարաբերություններում հեղինակություն ունի, եւ Հայաստան, որտեղ կառավարում են ոչ թե 7 տարի նույն դասարանում մնացածները, ոչ թե բարձրագույն կրթության դիպլոմներ չունեցողները, այլ Հայաստան, որտեղ կառավարում են պրոֆեսիոնալները, Հայաստան, որտեղ կառավարում են միջազգային բարձր հեղինակություն ունեցող մարդիկ։
Այսպիսի Հայաստանի պարագայում մենք ընդհանրապես այդ դիլեման կդնենք մի կողմի վրա։ Պետք է ուժեղ դիրքերից բանակցել։ Հայաստանին պետք է նոր բանակցող միջազգային հարաբերություններում, որը շատ մեծ իմպուլս է տալու նաև ներքին խնդիրներին։ Այդ երբ որ ասում եք բանակցողի փոփոխություն պետք է լինի, դա շատերը այս կերպ են նաև հասկանում, որ պետք է լինի ընդդիմության մի լիդեր, որը կարողանա հետ շրջել այն պայմանավորվածությունները, որը տեղի է ունեցել այս ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Արդյոք ձեր կարծիքով պետք է այդ բանակցությունները այդպես գլխի բար շուռ տալ եւ ամեն ինչ սկսել նորից, թե կարող ենք վերափոխել այն ինչ կա, շտկել, անցնել առաջ։ Մենք ի տարբերություն նոյեմբերի 9-ի հայտարարություն, օգոստոսի 8-ի հայտարարություն, այդ պայմանավորվածությունները պետք է փոխել, թե պետք է շտկել։ Ի տարբերություն ասեմ, ուրեմն ներկա վարչախմբի եւ նրա պարագլխի, մեզ մոտ այդպես զրոյական կետից սկսելու բնավ ձգտումներ չկա, որովհետեւ դու չես կարող ամեն ինչ չեղարկել, դա ավելի շատ վնասակար է լինելու։ Այո, մենք սկսելու ենք այն կետից, երբ որ մենք իշխանություն ենք վերցնելու Հայաստանում եւ շարունակելու ենք այդ կետից, բայց դա չի նշանակում նույն ուղով շարունակել։ Մենք փոխելու ենք վեկտորի ուղղությունը։ Սա աշխարհաքաղաքական վեկտորը չի, խնդրում եմ ճիշտ հասկացեք, ուրեմն աշխարհաքաղաքական վեկտորները ըստ էության հիմա էլ այդքան այնպես չի, որ շատ փոխված են Հայաստանի, մենք այդ վեկտորները ուղղելու ենք մեր ներսը, որպեսզի մենք ունենանք իսկապես հզոր զարգացած լավ հայրենիք, որտեղ յուրաքանչյուրը կուզենա ապրի, ոչ թե թողի գնա այստեղից։ Եվ ավելին ասեմ, այլ այնպիսի հայրենիք, որը Հայաստանի Հանրապետության սահմանները չեն, այսօր խնդրում եմ ճիշտ հասկացաք։ Այնպիսի հայրենիք, որտեղ յուրաքանչյուրը, հատկապես Սփյուռքում մեր պոտենցիալը, որ մենք ունենք, կուզենար իսկապես ներդրումներ ունենալ եւ մարդկային կապիտալի եւ ֆինանսական կապիտալի եւ Հայաստանը կարողանար իսկապես զարգացնել եւ համակայլ քայլել աշխարհի առաջադեմ երկրների հետ։ Այստեղ ձեր ընդդիմությունը կքննադատեր, կասեր, ահա դուք էլի ընկաք հայրենիքի հետևից, իրական պետությունը չգնահատելով։ Ես ճիշտն ասած երկար տարիներ, քանի որ կրթության ոլորտում եմ ավելի շատ մասնագիտացած, կրթության կազմակերպիչ եմ, կառավարիչ եմ, դեկան եմ համալսարանում եւ կուզենայի ասել, որ այն ազգային արժեքները, ընդհանրապես այն արժեքները, որոնցով ես ձևավորվել եմ եւ ինձ նմանները շատերը, ես կյանքում չեմ փոխի։ Եվ այդ արհեստական բաժանումները, չգիտեմ, Արարատ, Արագած, այդ ամբողջը խոսում է նրա մասին, որ իշխող քաղաքական ուժը ուղղակի մանիպուլացնում է։ Հասկանում եք, ամեն ինչ հեշտ է, երբ որ սահման ես գծում եւ բոլորին բաժանում ես երկու մասի։ Այդ սահմանները մենք ջնջելու ենք եւ համերաշխություն ենք բերելու հասարակության մեջ, որովհետեւ միայն համերաշխությունն է, որ նպաստելու է Հայաստանի իսկապես զարգացմանը։ Իսկ դա արվելու է արդար հասարակարգ կառուցելու միջոցով։ Արդար, որտեղ այն մարդիկ, որոնք ունեն համապատասխան գիտելիքներ, փորձ ու հմտություններ, նրանք ավելի գնահատված կլինեն, քան թե նրանք, որոնք դեռևս չունեն, բայց տեղ ունեն աճելու։ Շնորհակալություն, պարոն Մխիթարյան։ Շնորհակալություն։